Տնտեսագիտական համալսարանի բակում հերթական բաց դռների օրն է։ Այս անգամ հյուրընկալել են ոչ թե դպրոցականներին, այլև այն ուսանողներին, որոնք ցանկություն ունեն մագիստրոսական կրթություն հենց այս բուհում ստանալ։ Անգամ անձրևային եղանակը չի խանգարում երիտասարդներին շրջել տաղավարներով, ծանոթանալ համալսարանի կրթական ծրագրերին ու կողմնորոշվել։ Ներկայացված են բոլոր ՀՊՏՀ արկա մագիստրատուրայի բոլոր կրթական ծրագրերը, այդ կրթական ծրագրերը 23-ն են։ Սկսած մարքեթինգից մինչև մարդկային ռեսուրսների կառավարում, բնօգտագործման տնտեսագիտությունից մինչև կորպորատիվ ֆինանսներ, արժեթղթերի շուկա, բազմաբնույթ, բազմաժանր մասնագիտությունների շրջանակ ենք մենք ներկայացնում։ Բուհում ասում են, լավ կարիերա ունենալու համար մագիստրոսական կրթությունն անհրաժեշտ է, բայց հետաքրքրությունն է քիչ։ Պատճառը նաև աշխատաշուկայի պահանջներն են։ Հաճախ բավարարվում է նաև բակալավրիական կրթությամբ եւ աշխատանքի ընթացքում ուսանողներին, շրջանավարտներին արդեն սովորեցնում են այն հմտությունները, որոնք որ իրենց պետք են։ Կարծում եմ աշխատաշուկայի փոփոխության հետ մեկտեղ նաև մենք ունենանք ավելի մեծ պահանջարկ մագիստրոսական կրթության Հայաստան Հանրապետությունում։ Մագիստրատուրան ավելի շատ հետագայի համար շատ ավելի լայն ընտրություն է տալիս քեզ եւ եւս մեկ մասնագիտություն ունենում ենք, ինչու ոչ ավելի։ Շատերն այստեղ են հենց այդ նպատակով սովորել նոր մասնագիտություն։ Հարցերը շատ են կրթական ծրագրերի բովանդակությունից մինչև ընդունելության գործընթաց եւ ուսման վարձ։ Ուսման ամբողջ ընթացքը անցել է շատ արդյունավետ, հետաքրքիր, թե նոր ընկերներ եմ ձեռք բերել, թե դասախոսների շրջանակում եմ ընկերներ ու հարազատ մարդիկ ձեռք բերել, թե նաև մեծ մասնագիտական հնարավորություն է տվել ծրագիրը։ Աշխարհի առջև ծառացած է մի շարք բնապահպանական հիմնախնդիրներ։ Ցավոք սրտի այդ հիմնախնդիրներ ստեղծողը հենց իսկ մարդն է եւ դրա լուծողները նույնպես մարդն է։ Եվ այսօր ամբողջ աշխարհը պատրաստում է մասնագետներ, որոնք կկարողանան այդ հիմնախնդիրները լուծել։ ՀՊՏՀ բուհի շրջանակներում նույնպես առկա է այս մասնագիտությունը։ Տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրայի ընդունելության առաջին փուլը կավարտվի հունիսի 23-ին, երկրորդ փուլն օգոստոսին է։ Արամ Մարանդյան, Արտակ Գևորգյան, լուրեր։